Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր մեր հյուրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, պարոն Ապո Չապարյանը, ով աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ է, շատ ակտիվ հասարակական գործիչ, խմբագիր։ Ողջունում ենք ձեզ, պարոն Չապարյան, շատ շնորհակալ ենք, որ միացաք մեզ եւ ընդունեցիք մեր հրավերը։ Նույնպես ես եմ ողջունում եւ շնորհակալություն հրավերի համար, պարոն Այվազյան։ Մեկ ամիս ու կես առաջ մենք հաճախ էինք զրուցում ձեզ հետ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունենալու, ընտրություններից հետո էլի խոսեցինք, բայց վերջին շրջանում մի փոքր դադար կար մեր զրույցների մեջ, սակայն հիմա կարևոր հարցեր են կուտակվել, չնայած որ ամառ է, շոգ է, բայց այնուամենայնիվ կան կարևոր հարցեր քննարկելու, մի փոքր անոնսավորեմ, հետո արդեն անցնենք հատ առ հատ այդ հարցերի քննարկմանը։ Հայաստանում կարծում եմ ամենահետաքրքիր իրադարձությունը վերջին ժամանակներս դա Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն է, քրեական գործն է, եւ հիմա տեղեկություններ կան, որ Արարատ ցեմենտն է վերադարձվում Հայաստանի կառավարությանը եւ այդպես շարունակ։ Դրանից բացի ակտիվություն կա թրիփի մասով, հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներից Ոմն Սոկոլովն է զբաղվելու թրիփ ծրագրով, ինքը բավականին մեծ խոշոր բիզնեսմեն է, պետքարտուղարությունն է վերահսկելու Միացյալ Նահանգների այդ գործընթացը եւ այդ Սոկոլովը զբաղվել է նաեւ պարային հանդեսի Սպիտակ տան վերանորոգությամբ։ Տեղեկություններ կա արդյոք ով է Սոկոլովը, քանի որ իրար ամեր հայտարարություններ ունենք։ Կխոսենք նաեւ Հայաստան-Իրան նոր հետաքրքիր զարգացումներից, գազի հնարավոր ներկրման մասով, պարոն Չապարյան, ինչպես նաեւ կանդրադառնանք ընդհանուր առմամբ Իրանին, Միացյալ Նահանգներ, Իրան պատերազմը ուր է շարժվում եւ կարեւոր է կարծում եմ անդրադառնալ նաեւ Ռուսաստանի քաղաքականությանը Հայաստանի մասով, քանի որ վերջերս տեսանք, որ միայն ընտրություններից առաջ չէ, այլ հիմա նույնպես կաթնամթերքի մասով սկսեցին ռուսները արգելք կիրառել, այսինքն մի փոքր դադար վերցրին, բայց նույն քաղաքականությունը կրկին սկսեցին շարունակել։ Երևի սկսենք Հայաստանի ներքին քաղաքականությունից, ինչ է տեղի ունենում, ըստ սա ժողովրդավարություն է, դուք ապրելով աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկում, տեղի ունեցածը Հայաստանում օրինական է, ժողովրդավարություն է, թե հակառակը, սա արդեն ժողովրդավարության պակաս է, ըստ ձեզ։ Արդեն իմ 50-րդ տարին է, որ ես Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եմ։ Ես պետք է ասեմ, որ ժողովրդավարությունը անարխիա չէ։ Ժողովրդավարությունը բողբադե մանդատ է օրենքի քերագայությունը փանեցնելու համար։ Եվ որպես Ամերիկայի քաղաքացի վստահ եմ բազմաթիվ շատ ամերիկահայեր նույնպես իրազեկված են այն փաստի մասին, որ Ամերիկայի փանեցուցած ժողովրդավարությունը գեհեդաբնթե սոցիալական եւ տնտեսական ժողովրդավարություն միաժամանակ եւ թույլ չի տար մոնոպոլիաներու ասենք հզորացումը հadouk քաղաքականություն կա ամրագրված Ամերիկայի ներքին քաղաքականության մեջ, որ ոչ մեկ օլիգարխի թույլ չի տար, որ մոնոպոլիայի վերածեն որևէ բնակավար, որևէ industry, այսինքն արդյունաբերություն։ Իսկ ինչ կվերապերի Հայաստանի Հանրապետության քրեա օլիգարխիկ մշակույթը գիրառող շրջանակներին օրենքի դրամատուրգիան ենթարկելու բարձր նպատակին, պետք է ասել, որ Հայաստանը նույնիսկ ուշացած է, որպես հերանգարային պետություն, պետք է ասել, որ Հայաստանը լիակատար իրավունք ունի տնտեսական եւ սոցիալական արդարությունը իրականացնելու համար տնտեսական ժողովրդավարություն փանեցնե եւ դա չի կարող անե, եթե քրեա օլիգարխիկ շրջանակները խեղտամահ անեն Հայաստանի տնտեսությունը։ Ես թերևս 1996-97 թվականներին արդեն այդ մասին բարձրացնած եմ, ասելով, որ Հայաստանը
ոչ միայն հայտնված էր այն ժամանակ արտաքին բլոկադայի, այլ հայտնված էր ներքին բլոկադայի եւ ներքին բլոկադան պետք է անշուշտ այդ ժամանակ նկատի ունեի քրեա օլիգարխիկ շրջանակների աբորինի յուրացումները երբ պետական օբյեկտներ որ իրականության մեջ ազատ շուկայի վրա օրինակ 100 միլիոն գարժե абսուրդ բան է որ եւ Դերբասյանի օրով եւ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրով օրինակ 100 միլիոն դոլար արժող այդ հարստությունը ուրեմն գոդարացվի կամ մասնավոր ասենք բիզնեսի շրջանակների գահանցնվի ընդամենը գոբեկներով դա արդեն հայտնի թալան է եւ Հայաստանը շատ ուշացած է այդ առումով որ աբորինի յուրացումները բռնականցե եւ արդար կերպով վերապաշխե ոչ մեկ կերպ ընդունելի չէ հատկապես Հայաստանի նման պետությանը հայկական պետականության համար ոչ մեկ կերպ ընդունելի չէ որ Հայաստանի քաղաքացիները ենթարկվին քրեա օլիգարխիկ մշակույթ գերարողների դրամատուրգներին յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հետապնդելու հայկական երազը ինչպես որ Ամերիկայի մեջ the American dream որ գսեն ամերիկան ողջ եւ առողջ կմնա այնքան դեմ որ ամերիկյան երազը հասանելի կմնա շարքային քաղաքացիին համար այդ բահին որ ամերիկյան երազը թատրի կոյություն ունենալ է այն ժամանակ մենք արդեն գերազեկվենք եւ ագանադես կլանք եւ գամա ագամա նույնիսկ մասնագից կլանք քաղաքացիական պատերազմի եւ հեղափոխության Ամերիկայի հիմնադրությունն միջև այսօր հեղափոխություն չէ իրականացած ինչու որովհետեւ ինչպես որ քիչ առաջ նշեցի արդարությունը կփանեցվի թեկուզ դեղ արդեր կսայթակի բայց ընդհանուր առմամբ սոցիալական եւ տնտեսական արդարությունը կփանեցվի իսկ կալով Հայաստանին Հայաստանի քաղաքացին իրավունք ունի ընտրելու իր նախընտրած երազը եւ այդ երազի համար պայքարելու որովհետեւ առանց երազի կյանքը անիմաստ կդառնա եւ հայկական երազը գեհդաբնթե ինքնիշխան Հայաստանի հզորացումը եւ պետական անվտանգության հզորացումը եթե քրեա օլիգարխիկ մշակույթը շարունակի քերագշիր ներկայություն ապահովել դա ուրեմն խոցելի կդարձնի հայկական պետականությունը քրեա օլիգարխիկ մշակույթը պետական համար առաջին սպառնալիքն է եւ բացությունը բազմիցս մեզի ցույց տված է թե երբ մենք մեր ժողովուրդը ներքին ղարքաբահություն ունեցած ենք ոչ մեկ կերպ արտաքին թշնամին չի կարողացած հային զունգի բերել բայց երբ որ մեր ներքին դագանքը ազատ համարցակ ամբադիժ սկսած է իր սև աշխատանքը կատարել այն ժամանակ մենք ենթարկված ենք 44 օրյա 2020 թվականի 44 օրյա թավաճանական արհավիրքին եւ այդ նման պատմական եղելություններուն ուրեմն քիչ առաջ YouTube-յան ալիքի մեկնաբանություններեն մեկը կգարտայի եւ շատ թիբուգեր հերոստատիդոմը գրած էր կարեկին նշե զորավար կարեկին նշտեի այն մեր մոտ թե ձեր մոտ չեմ իշեր բայց հետաքրքիր այն է որ գսեր հայի դականքը ուրիշ է մեզ մոտ է հաճախ կրում իրոք այդպես է որովհետև հայի դականքը հայը ընդունակ է ամեն ինչի մեջ անգլերեն գսեն to excel այսինքն քերազանց կերպով դրսևոր է ինքնինքը ուրեմն նույն այդտեղ ենք հասցրել առաջադիմել ուրեմն մի քիչ չափավորությունը գարձեմ թե շատ լավ է ուրեմն վերադառնալով իսկական թեմային հայկական պետականությունը իրավունք ունի այս մենյուն հետապնդելու
եւ իսկապես որ լայն մասաներ եւ հայրենիքներս եւ սպյուրքի դարածքին հուսախապ դլան եթե միայն այս ասենք քրեա օլիգարխիկ մշակույթի ներկայացուցին Գագիկ Սարոկյանին օրենքի պատասխանատվության ենթարկվելը դալինի վերջագեծը Քավլիցի պետք է սա շղթայինը ամբողջական սկիզբը ըլլա եւ համալրվի մենք ունենք ուժեր թերևս քրեա օլիգարխիկ մշակույթի գիրառողներու թակավորներ իշխանիկներ Այսինքն մնացած քրեական գործերը նույնպես որ դիմում են կենտրոնական ընտրական հանձնաժողով падգամավորների համար տարբեր դա եւս քրեա օլիգարխիայի դեմ պայքար է նույն պայքարն է իհարկե իրենք պիտի փորձեն միջազգային շրջանակներս սենսա քաղաքական հետապնդում է ոչ սա օրենքի քերագայության կորզատրում է քանի որ այն ուժերը որոնք որ մասնակցում էին հիմնականում ընտրությունների եւ մեծ ձայներ են հավաքել դա էլ քրեա օլիգարխիկ համակարգի շնորհիվ են ստացել չէ այդպես է իհարկե այդ մասին ոչ մեկ կասկած եթե քրեա օլիգարխիկ սիստեմով համակարգով այդքան քվեներ ապահովված է ես պետք է ասել առնվազն 70% այդ ընդրակաշարքի ճանապարհով իրականացված քվեները կպատկանին առողջ ուժերին եթե քրեա օլիգարխիկ համակարգով ընդրակաշարքը այդքան լայնամասշտաբ կերպով չգիրառվեր ես պիտի չի զարմանայի եթե առողջ ուժերը եւ որոնց հերթին քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը եւ այլ քաղաքական ուժեր իրենց արդար բաժինը պիտի ունենային եւ համախառն պիտի ներկայացնեն առնվազն 70%-ը որտեղ ես անձնապես ամեն անգամ որ Հայաստան կգտնվիմ շարքային քաղաքացիների հետ անընդհատ զրույցների մեջ կլամ եւ որպես անգոմնագալ լրակրող կամ որպես անհատ զրույցեն հայտնի գտարնա որ ժողովրդի չախչախիչ ջնշող մեծամասնության մոտ արկահատանք կա հին ռեժիմականների այդ ռուսաստրուկ թավաջաններին ովքեր միջև հիմա հայկական պետականությունը սաբոտաժի կենթարկեն եւ абսուրդ բան է որ ընդրակաշարքի միջոցով այս քրեա օլիգարխիկ ռուսաստրուկ շրջանակները խորհրդարաններս ներկայություն ապահովեցին ես պիտի առաջադրեի իմ առաջադրանքը պիտի լիներ այն որ ինչպես որ ամերիկայի մեջ ընդունված օրենք է եւ համագարկ է եւ որ ժողովուրդը գանտրատարնա գիմանա որ իր ընդրած ասենք տեխնազուն այս բարակային հայկական խորհրդարանի մեջ զարայելու իրականության մեջ չի զարայել բեդության քերակույն շահերին ապա ուրեմն շրջան առ շրջան ասենք վարչաշրջան հիմա գիտեմ որ այդպիսի օրենք գոյություն չունի բայց մեր զրույցը շատ լավ արիթ է որ մենք այդ մասին երկխոսություն ունենանք հասարակությունը իրազեկվի թե ինչպիսի իրավունքներ գոյություն ունին եւ դա մեր յուրաքանչյուր ասենք քաղաքացու դարական մարդկային իրավունքն է նախ եւ առաջ իրազեկվել երկրորդը քաղաքարը եթե իսկապես առողջ քաղաքար է ընդունել երրորդը օրենքի մշակումը իրականացնել եւ չորրորդը կորզատրել ուրեմն հետս կոչման ընդրությունը պետք է հայկական քաղաքականության ներքաղաքական մշակույթին անբաժան մեկ մասնիկը ըլլա ինչ ասել գուզեն կորզնական կետնի վրա եւ որ մենք գիտենք որ խորհրդարաններս անընդհատ իշխանիկներ արձվիկներ դաշիր սամո այդ դաշիր սամոյին այդ եղբորը դղան որ նարեգներ որ այստեղ եկավ ամերիկայի մեջ
միլիոնավոր դոլարներ ծախսեց եւ սդահոտ պրոպագանդ տարածեց հայկական pedagogian հասցեին Tucker Carlson-ի հերոստահաղորդումը, որ արդեն հիմա Tucker Carlson-ը իրեն չի ընդունելու, որովհետև անդրադարձած է, որ ինքը ծուղակ է ընկած էր, թակարդված էր։ Հիմա Ասել է, անդրադարձել է։ Այո, անդրադարձած է, իմ ունեցած աղբյուրների հիման վրա անդրադարձած է։ Եվ ուրեմն Tucker Carlson-ի նման իրենք անշուշտ բազմաթիվ այլ քայլեր պիտի փորձեն ցերնարգել, որովհետեւ անընդհատ իրենց արդարացնելու համար հայկական pedagogian-ը սևացնեն։ Ուրեմն այս մարտիկը պետք է հաշվի հարթարի ենթարկվեն օրենքով, ուրեմն զդման, հաշվի հարթարը գնալալ սխալ բարե, զդման ենթարկվեն։ Ինչպես հետս կոչման ընտրությունների շնորհիվ։ Ուրեմն եթե գիշեք մոդարապես 15-20 տարի առաջ, երբ Կալիֆոռնիա կառավարիչը Գրեյ Դեյվիսը իր պաշտոնը լավ չէր իրականացնել, Կալիֆոռնիայի ընտրողները ընդդիմացան եւ gubernatorial re-election կազմակերպեցին, recall election։ Ուրեմն recall election-ը հետս կոչման ընտրություններն են։ Ուրեմն այդ recall election-ի ժամանակ երկու գործընթաց առաջ կերտա։ Մեկը ուրեմն ընտրողին առաջադրանք կներկայացվի, որ այս ընտրված պետական պաշտոնյան ուզում եք հետս կոչել, այո ոչ։ Եթե այոն անցնի, ուրեմն զուգահեռ տեխնացուներ հայտնված գլան, ովքեր իրենց ընտրաբայքարը մղած գլան նույն ժամանակ, եւ այդ ընտրաբայքարի ընթացքին ով որ առավելակույն քվեները գիրականացնե, գշայի, նա գտարնա, ասենք, գարավարիչ։ Այդ ժամանակ եթե գիշեք Արնոլդ Շվարցենեգերը այդ երկրորդ զուգահեռի գործընթացի մասնակից էր եւ ինքը շահեցավ գարավարիչի ընտրությունները։ Իսկ այոն անցավ Գրեյ Դեյվիսին հետս կոչելու առաջադրանքը ընդունում եք, այո, ուրեմն այոն չախճախից մեծամասնությամբ անցավ։ Ես ալ պիտի առաջարկեի, որ հայկական pedagogian օրենսդիր մարմինը լուրջ կերպով այս օրենքը քննարկե եւ բանացիվ ներկայացնե խորհրդարաններս եւ վստահ եմ, որ եթե հասարակությունն իրազեկվի հետս կոչման ընտրություններու մշակույթի ստեղծման օգուտներու մասին, վստահ եմ, որ հասարակությունը ցերնափած պիտի ընդունի հետս կոչման ընտրություններու համակարգը, որ սա փրկություն պիտի լա, որովհետև ամեն անգամի որ ընտրություն լա, ասենք համապետական ընտրություն լա, մենք գիտենք, որ մեր որոշ ողերիմ ընկերները, հատկապես Մոսկվան, ցերնածալ պիտի չմնան եւ նույն քրեա օլիգարխիկ շրջանակների միջոցով անընդհատ պիտի փորձեն խափանել հայ հասարակության ազատ ընտրության վերջնահարթ։ Այստեղ կապը երկու կողմանի է, դուք կիսում եք այս գաղափարը, այսինքն նոր ասում եք հայ տականքին ոչ ոք չի երազանցում, այսինքն Ռուսաստանը իր սպասելիքները ունի այդ մարդկանցից, բայց իրենք էլ ավելիով են ծառայում Ռուսաստանին եւ սխալ տեղեկություններ են տրամադրում, ավելի են լարում ընդդեմ Հայաստանի, ավելի են վնասում։ Իրենք իրականության մեջը Գրեմլին ավելի չեն ծառայում։ Իրենք իրենց չարչիչիական հաշիվներով իրենք իրանց են ծառայում։ Իրենք իրենց կգարձեն շատ խելացի եւ իրենք իրենց չափազանց կամ քերազանց ծառայելու համար ավելի կաթոլիկ են։ Ոչ թե որովհետեւ իրենք կաթոլիկության կհավատան, այլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ըլլալով իրենց գաշին պիտի փրկեն, բայց մենույն ժամանակ իրենք դեղյակ չեն, որ Գրեմլը յուրաքանչյուր իրենց նախաձեռնած քայլի համար իրանցից հաշիվ պիտի պահանջի եւ այսօրվա օրով շնորհիվ Քարեկին նշտեհի նկարագրած հայի տագանքի մասին այդ տագանքներին Կրեմլը այսօր ծանր
հարվածի դակ է ամբողջ աշխարհի հայության կողմէ եւ ոչ միայն հայության կողմէ, որովհետեւ այս գերազանց ինքնածառայող այս հայի տականքները հաջողած են իրականացնել այնինչ որ արևմուտքը գցանկանար, սակայն իրենք անգլերեն գսեն unforeseen consequences, այսինքն իրենց նպատակը արևմուտքին ծառայել չէր եւ Ռուսաստանի ռեյտինգը զերոյացնել չէր, բայց իրենք այնքան նվիրված են ճագերդյալ իրենց սեփական գաշին փրկելու այդ բարձր նպատակին, որ արանքում Կրեմլինալ հարվածի դակ կտնեն եւ որ դեսեք երկու քաղաքագործություն բայկարի ելած է հարավային Կովկասի մեջը արձակադում կա մեկը նախկին սովետի ցարական ասենք Ռուսաստանի դարած քաղաքականությունը որ չի թույլատրել իր բարեկամ կամ հարևան երկիրների հզորացումը իսկ մյուս կողմէ մենք ականադես կլանք արևմուտքի քաղաքագործության որ անընդհատ գուժեղացնե իր հետ համագործակցող եւ հարևան եւ մոտակա հարևանները եւ հերակա հարևանները օրինակի համար դեսեք լավ վառ օրինակներ կան եթե նայենք օրինակ կանադային կանադան հոյակապ վիճակի մեջ է մեքսիկոն նույնպես ուրեմն շնորհիվ ամերիկայի հետ համագործակցության իրենք շատ ավելի լավ վիճակի մեջ են բայց Կուբան տեսեք Կուբայի վիճակը լավ չէ օրինակները շատ են մդովի ճամփորդենք թեպի հերավոր Ասիա այնտեղալ հստակ պատկերը շատ հստակ է տեսեք հյուսիսային Կորեայի վիճակը եւ հարավային Կորեայի վիճակը Ճապոնիան տեսեք Թայվանը Ֆիլիպինը եւ անշուշտ Սինգապուրը անշուշտ այսպիսի օրինակներ շատ են բարեփոխտաբար որ հստակ հագապատկեր Չինաստանը բոլորովին ուրիշ թեմա է ուրեմն Չինաստանի նաև աշխատել է արևմուտքի հետ Միացյալ Նահանգները իհարկե այդ առումով լիովին ճիշտ է Չինաստանը որ իբրև թե կոմունիստ Չինաստան է նախընտրեց ամեն կերպ համագործակցել Ամերիկայի հետ եւ Ամերիկայի հետ համագործակցության շնորհիվ ամբողջ Չինաստանի կենսամագարտակը բարելավեցավ եւ անշուշտ Հնդկաստանը եւ չմոռանանք նույնիսկ Իրանը որ այսօր ռազմական արձակատման մեջ է Ամերիկայի հետ ես կխորին որ այդ արձակատումը օրը բիդիկա բարվոք կերպով լուծվի եւ վերա ինտեգրացիոն բիդելա ասենք այն ժողովուրդներու միջև որոնք գփախցան իրենց ասկային երազանքը հետապնդել Պարոն Չապարյան, մենք Իրանին դեռ կանդրադառնանք, բայց կուզենայի ավարտել ռուսական թեման։ Ռոսսելխոզնadzորը այն կառույցը, որը որ ապրանքներին որակավորում է տալիս, նաև այդ թվում հայկական, որպեսզի հետո նոր ներկրեն Ռուսաստան, այսինքն թույլտվություն է տալիս, որակին համապատասխանում է թե չէ, եկան ստուգումներ իրականացրին Հայաստանում եւ հիմա հայտարարում են, որ հայկական կաթը վարակված էր եւ դրանից բացի հումք էր ներկրված այլ երկրներից, որը որ ԵԱՏՄ-ի անդամ չէ, մի խոսքով այդպիսի հայտարարություններով հանդես եկան եւ արգելում են հիմա հայկական կաթնամթերքի ներկրումը Ռուսաստանի Դաշնություն, հետո մենք արագ տեսանք նաեւ հայկական կողմի հայտարարությունը, որ դա չի համապատասխանում իրականության, ճիշտ է, համատեղ ստուգումները եղել են, բայց որևիցե վարակված կաթ չի հայտնաբերվել։ Ինչ է տեղի ունենում Ռուսաստանը չի փոխում իր քաղաքականությունը։ Միթե այդքան կույր են եւ չեն տեսնում, որ իրենց այդ քայլերի շնորհիվ, ես կասեի շնորհիվ, նույնիսկ արդյունքում չեմ ասում, հայկական ապրանքների համար բացվեց միջազգային շուկան եւ հիմա Եվրոպա, Մերձավոր Արևելք եւ այլ ուղություններով հայկական ապրանքը շատ հեշտ ձևով անարգել գնում է։ Սա բոլորովին անագնկալ չէ իմ նման այո համար որ հատկապես 2020 թվականի 44-ին ամիջապես յետքը արաբել հստակացավ այն փաստը որ
ռուսական դաշնությունը ողերիմ ընկեր է Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ տարածքաշրջանի ասենք նախկին սովետի պետություններուն համար եւ ճշմարտաբար սա վերջինը պիտի չլա որ blackmail այսինքն Հայաստանին շանտաժի կենթարկի Կրեմլը սակայն ես լավադես եմ որ հայկական պետականությունը շնորհիվ իր ներկա ասենք հերադես քաղաքականություն բարով ղեկավարության պիտի կարողանա հաղթահարել այս դժվարությունը եւ անգլերեն շատ լավ խոսում կա that which doesn't kill you makes you stronger այսինքն այնինչ որ քեզ չի սպաներ քեզ կհզորացնի հետեւաբար գատնամթերքի բլոկադան ասենք գատնամթերքի արևդուրի բլոկադան որ Ռուսաստանը հայտարարած է ես կխորին որ ադոր փոխարենը հայկական պետականությունը պիտի կարողանա իր արդատությունը շուկայավարության ամբիսի լավ ծևով ասենք միջոցներով առաջ տանի որ Ռուսաստանի ներմուծման քանակը գզերոյացվի եւ գչեղարգվի եւ սա գլինի հերթական եւս մեկ ինքնահարվածը այսինքն Կրեմլը ինքն իրեն հարվածի դակ կտնե այսպիսի սխալ քաղաքականություն բարելով եւ պետք է Կրեմլը լավ իմանա որ հայկական պետականությունը միայն 3 միլիոն բնակչություն ունեցող այն պետությունը չէ որ ինքն իր ճակատագրին լքված է սա պետք է լավ իմանա եւ լավ ալքիդե որ նույն Ռուսաստանը ցարական ռուսական գասության օրերից միջև սովետական գասության ժամանակաշրջանը եւ միջև այսօր անընդհատ կաշխատին սպյուրքի մեջ որոշ գազམ་եկեղեցական ղեկավարներուն ընդգրկելու որբեսի զինվորակրեն որբեսի արդակին ճակատի վրա հայկական պետականության անթեփ ժխտական ռոպագանդանին իրենց խոստանալով իշխանություն չիլեմի սա արդեն շատերու համար հստակ եւ քաղաքնիկ չէ հստակ իրականություն է եւ քաղաքնիկ չէ փաստացի իրականություն է իսկ ինչ կվերապերի Կրեմլի վարած հոգեվարքային քաղաքականության հերանգարային ասենք հնոսակրման մասին սա արդեն այնպիսի հոգեբանություն արդացոլող քաղաքականություն է որ ըստ երևույթին Պուտինյան Ռուսաստանը գիտե որ իր օրերը հաշվված են որովհետև ռուսական դաշնությունը 27 փոքրամասնություններու պետականության իրավունքը կալանած էություն մնե եւ այդ էությունը պիտի անէացվի էացում անէացում եւ սա բնության օրենքն է մենք ականատես եղանք թե ինչպես 2022 թվին փետրվարին ռուսական դաշնությունը Պուտինյան ռուսական դաշնությունը նախահարցակ եղավ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ եւ այն ժամանակ հստակ է որ իրենք երազ գետապնթեն որ 3 օրեն պիտի բռնազավթեն Ուկրաինան եւ դեսանք արդեն ինչ կատարվեցավ եւ ամբողջ աշխարհի արչեւ ռուսական դաշնությունը այսօր խապ խայդարակի այո Պարոն Չապարյան, իսկ ով է Սակալովը, ով որ պետք է զբաղվի թրիփ ծրագրով հիմնական նա հիմնականում ինքը պետք է զբաղվի թրիփ ծրագրի իրականացմամբ Սակալովը կորձարար մարդ է եւ անշուշտ գիտե բատմական արժեք ներկայացնող եւ նաեւ բիզնեսային բարձր արժեք ներկայացնող ասենք business opportunities այս մարտիկը business opportunities այսինքն բիզնեսային հերանգարով առաջնորդող մարտիկ են
եւ շատ ուրախալի է որ ամերիկյան եւ ընդհանրապես ոչ միայն ամերիկյան այլ դարբեր կորզարարական շրջանակներ եւ Եվրոպայի մեջ եւ հարավային Կովկասի մեջ եւ Իրանի մեջ եւ մեծն միջինարևելքի մեջ եւ անշուշտ Ամերիկայի ղեկավարությամբ հարավային Կովկասը վերածելու հայկական խաչմերուկի հասկացողությամբ որուն եւ մաս կգազմե թրիփը հայկական խաչմերուկը պետք է ամեն քնով հաջողի եւ պետք է զարմանալ որ Սյունիքը հատկապես Սյունիքը օրը գկա եւ մարդիկ կիմանան որ Մանհաթենեն ավելի թանկ կարժե հողադարածքը եւ դա փաստացի իրականություն է արդեն եւ անոնք ովքեր հագարակ ռոպագանդ գվարեն ասում են Սակալովը ռուս է իբր Հայաստանում այդ խոսակցությունները դա անհետություն է զարգացնել եւ տարածել պատկերացնենք որ ռուս է հետո ինչ եթե ռուս է ես շատ ռուս ընկերներ ասել եթե ռուս է Ռուսաստանի գործակալ է ես շատ ռուս ընկերներ ունեմ որոնք իսկական քրիստոնյաներ են եւ ոչ թե այս շոյգուի ասողների նպատակը պարոն Չապարյան այն է որ ուզում են սևացնել այդ մարդուն եւ ասել որ ռուսական ագենտ է իբր ադի ագնհայտ է եւ շատ զզվելի հոգեբանություն ունին Կարեկին Նշտեյան հայու դագանքները այն է որ եթե իրենք չեն իրակորձում ուրեմն ուրիշին իրակորձումը պետք է սևացնեն պետք է իրենք անընդհատ իրենք է որ արևանքեն պրոյեկտը սկիզբը սևացնեն բայց հետո շուրքան ասեն որ մենք սա ենք իրականացնում լավ դուք մի քանի ժամ առաջ սևացնում եք հիմա դուք եք ուզում իրականացնեք Սակալովը որևիցե կապ չունի Ռուսաստանի Դաշնության հետ ոչ մեկ է Ամերիկայի մեջ շատ գազագերված եւ առողջ ռուս-ամերիկյան համայնք կա եւ շատ նորմալ բան է որ ռուս-ամերիկյան համայնք նաեւ ասում են ազգությամբ իրականում հրեա է նա ուղղակի ազգը կապ չունի չէ ոչ ընդհանրապես ազգի վրա չկենտրոնանանք ամերիկացի բիզնեսմեն է դեսեք Ամերիկայի ռուս-ամերիկացի համայնքը որուն ես կագնարկեմ միայն հрьяաները չեն հрьяաները ընդամենը մեկ փոքր դոգոսն են իսկ ամենամեծ հատվածը քրիստոնյա ռուսերն են որ իրենց եկեղեցիները ունին եւ իրենց կրոնական դեղերը ունին Ամերիկայի տարածքին այնպես որ դեք չէ ռուս ասենք էթնիկական ազգամիջյան թշնամանք են փորձում ստեղծել այդ մարդը ովքեր որ նման բան են տարածում ես կողորեմ ես անձնապես անտիմատիր եմ Պուտինյան քաղաքականին եւ ոչ թե անտիմատիր եմ ռուսական մշակույթին ես ռուս ընկերներ ունեմ որոնք շատ առողջ մտածող ռուսեր են եւ իրենք ինչպես որ Ամերիկայի մեջ բազմաթիվ քրիստոնյա ամերիկացիներ եւ ոչ քրիստոնյա ամերիկացիներ կան նաեւ մուսուլման ամերիկացիներ հрья ամերիկացիներ ովքեր գփախցան Հայաստանի հզորացումը ուրեմն մենք պետք է արդար մոդենանք եւ Սոկոլովի ասկային կամ կրոնական պատկանելիությունը ոչ մեկ կերպ ասենք քննարկման թեմա այո Պարոն Չապարյան եւ շատ կարճ եթե հնարավոր է ինչ է տեղ ունում Միացյալ Նահանգներ Իրան հիմա Միացյալ Նահանգները փոքր դադարեցրեց ռազմական գործողություններ ընդդեմ Իրանի կա տեղեկություն որ հրթիռների պակաս կա հակաօդային պաշտպանության բայց նույն ժամանակ կա նաեւ տեղեկություն որ ցամաքային գործողությունը լուրջ նախապատրաստում նույնիսկ Թրամփը փորձում է միջազգային կոալիցիա ձևավորել Իրանի վրա նոր հարձակում կազմակերպելու համար եթե հնարավոր է կարճ միայն շատ խառնակ վիճակ է այդ առումով Ամերիկայի արտաքին քաղաքականության վերաբերյալ շատ հզոր բանավեճ կընթանա Ամերիկայի մեջ եւ Ամերիկայի քաղաքացիական հասարակության
ջնշող մեծամասնությունը հագարակ է Իրանի հետ ռազմական արերեսման կապարին պետք է ասել որ բավականին բայթուցիկ մտնոլորտ է եւ ոչ մեկ անց չի կարող նախադեսել որովհետեւ մենք ներկայիս կգտնվենք անկանխատեսելի աշխարհակաղակական ընդհանուր միջազգային առումով աշխարհակաղակական դակնաբի գիզագետում իսկ այդ դակնաբի գիզագետը աշխարհակաղակական առումով գտնվի մեծն միջինարևելքի մեջ եւ նաեւ որուն մաս կգազմե հարավային Կովկասը եւ երկու քաղաքական հոսանքներ իրերամերժ քաղաքական նպատակներ գեդաբնթեն Ամերիկայի մեջ մեկ մասը գսե մենք պետք է Իրանի հետ բարեկամական գաբեր զարգացնենք եւ ռեժիմի փոփոխությունը մեզի պետք չէ եւ պետք է մենք ճանապարհ հարթենք որ Իրանը վերստին ինտեգրացվի ազատ աշխարհի հետ եւ Իրանի ժողովուրդը թող որոշի թե ինչպիսի ռեժիմ կփախցան իսկ մյուս հատվածը գեդաբնթե գայլային գորշ գայլային քաղաքականություն որ պիտի Իրանը մասնադել ուրեմն եթե երկրորդ քաղաքական հոսանքը հաջողության հասնի դա կլինի անկանխատեսելի միջազգային աշխարհակաղակական զարգացումը որին համար հայկական պետականությունը պետք է լիովին պատրաստելա իր քրեա օլիգարխիկ իր ներքին թավաժանական ուժերը պետք է վերահսկողության ներքև վերցվին որբեսի հայկական պետականությունը ամրոց պետություն ասկ փանակ հասկացողությամբ քարեկին նշտեհյան ասենք վարդապետության շատ չտեցիք այո որովհետև տեսեք մենք այսօր Սյունիքի արգայությունը հայկական պետականության գազմեններս մենք կբարդենք զորավար սպարաբեդ քարեկին նշտեի վարդապետության եւ ուրիշ արդիվ հույսով որ ժամանակ կլա այդ մասին ավելի մանրամասն կզրուցենք շատ շնորհակալ ենք այսօրվա զրույցի համար պարոն Չապարյան հաջողություն ձեզ Ես եմ լավ շնորհակալ մնացեք հաջողություն